Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 20-ի համար։ Օրը շաբաթ է, ամսի 19-ի համար չկարողացա տեսանյութ անել, բավականին զբաղված էի, եւ հիմա արդեն թեթև եմ, բացի դա էլ արդեն ամանորի շեմին ենք, ավելի հանգիստ եմ, այնպես որ կշարունակեմ նաեւ 2026 թվականի ֆինանսների հետ կապված տեսանյութը եւ կփորձեմ նաեւ մնացածի համար էլ անել։ Որովհետև հնարավոր է նաև ամանորին այստեղ չլինեմ եւ կարիք չկա ինչ-որ բաներ պատրաստելու, չնայած որ մշտապես պատրաստում ենք ինչ-որ բաներ չլինի, շլիքյուֆտան ու բլինչիկը կան, որոնք որ իրենցից երկար ժամանակ են պահանջում։ Դե մեկ օրն է, երևի մեկ օրն է։ Այսպես շատ հիանալի քարտեր կան։ Այնպես որ թող որ բոլորիդ նոր տարին, այս գալիք տարին ավելի լինի առատությամբ, սիրով, շարժման տարի է, շարժման, նայեք էլի սրտերը անընդհատ գալիս են։ Շարժման տարի է եւ պետք է ուղղակի գնաք հոսքին հավասար, ոչ թե հակառակ։ 2026 թվականի հետ կապված տեսանյութ կլինի, հնարավոր է նաեւ այս քանի օրը, այսօր նաեւ կանեմ լիալուսնի վերաբերյալ, նորալուսնի վերաբերյալ տեսանյութը, կարող եք նայել աստղաբանության ալիքում, այնտեղ եւս տեսանյութ կա, վերաբերվում է դեկտեմբերի այս երկու օրվանը, կարող եք նայել, ավելի կարևոր օր է դա, քան ամանորի, դեպ ասեմ, երազանքների պահելու առումով, կարող եք պահել, կարող եք նայել, կրկին աստղաբանության ալիքում եմ հետաքրքիր է, կարող եք այնտեղ նաեւ նայել։ Այսքանը եւ երևի թե կմտնեմ հետո ուղիղ եթեր, միասին քննարկենք գրքի հետ կապված, որտեղ մի փոքր խնդիրներ կա գրքի հետ կապված, ժամանակի հետ կապված է դա այդ խնդիրը, որ ինձ այդքան էլ դուր չի գալիս, շատ է ձգձգվում։ Դա համար տեսնեմ մեկ այլ բան եմ որոշել, գրքի փոխարեն առայժմ, որովհետեւ դա ինձ թվում է տարվա կեսից պետք է չի ինչ-որ մարդկանց, որպես իրենք ունենան այդ գիրքը, տեսնեմ իրենց ինչ պետք է անեն, ինչ պետք է չանեն։ Դրա համար մեկ այլ բաներ եմ մտածել, տեսնենք։ Նա ուղիղ եթերում կխոսենք այդ մասին, հնարավոր է այսօր, հնարավոր է նաև վաղը։ Ահա, այսքանը տեղեկատվությունից հուսով եմ ավարտեցի այսքանը։ Հուսով եմ կլսեք, նաև իրենք դուրս են թռնում, անհնարին է, անհնարին է, այստեղ ինչ-որ մեկի մոտ դռներ է բացվում, նոր։ Այսքանը, դե հիմա տեսնենք արդեն ինչ է սպասվում շաբաթ օրը, ոմանք կարող են հարսանիքի լինել, ոմանց հարսանիքն է, շնորհավորում եմ բոլորիդ, որ մտնում են նոր կյանքի շեմին է, թող որ սա լինի ամենալավագույնը, լուսնային վայրորդ օրն է, այդքան էլ չի կարելի։ Ուսումնասիրեք անպայման նոր հետո որոշեք ձեր հարսանիքի օրը, որովհետև դա շատ բան է ձեզ տալիս այդ օրը։ Այնպես որ ճիշտ ընտրված օրով դուք կկարողանաք ճիշտ ընտանիք կազմել։ Ոչ թե զույգերի միջև հենց այդ խնդիրն է, այդ էներգիան կարող է անդադ խանգարել ձեզ։ Եվ այնպես չի, որ դուք կարող եք ուղղել դա։ Ուղղելն անհնարին է, ուրեմն պետք է կրկին անգամ ամուսնանաք։ Կամ բաժանվեք նորից ամուսնանաք։ Խոսքով շատ հարցեր կան, որ լավ կլինի լուսնային ճիշտ օրը ընտրեք։ Այսքան։ Գնայինք խոյերի։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 20-ին։ Մի փոքր անհանգիստ եք, մի փոքր բորբոքված եք։ Հա, տեսնենք ինչի համար ոչ։ Չես բան։ Գուցե երկերեսանիներն էին թռան այդպես հավեսով։ Ընտանիքի անդամներն են կամ երկրորդ կեսն է կամ նաև գործընկերը դա կարող է լինել, գործի հետ կապված լինի, պայմանագրի հետ կապված լինի, ինչ-որ մի բան հետաձգվեց, ահա, եկավ ոչ աշխատանքային օր, հիմա չեք կարողանում ինչ-որ բաներ անեք։ Միգուցե դա է պատճառը, միգուցե նաև ընտանիքի անդամները։
Եվ ոմանք այդ օրը կգնան գեղեցկության սրահ, ոմանք բժշկական կենտրոն, նաև դա ընտանիքի անդամների հետ հանդիպում է, գուցե նաև սա բժշկի հետ հանդիպում է, զրույց է, նաև կարող է գնում եք ոչ առիթի և դրա համար այդպես գեղեցկանում եք։ Նաև այդ օր ինչ-որ մեկը կարող է լինել, ով որ ձեզ ձեռք մեկնի, աջակցի, օգնի, հովանավոր կանգնի ձեր գործին, այն ինչ-որ դուք անում եք։ Նաև դա ուժային կառույցն է, ուշադիր եղեք, որպեսզի չբախվեք իրենց, որովհետև ամանորի շեմին ենք և պետք չի ավելորդ գումարներ տալ, հենց այնպես, որտև հիմա չէ, որ ավելի հենց մի փոքր խախտում և անպայման գումար կգրեն, որտև ընդհանրապես նման օրերին է, ոնց որ բյուջեն ավելի շատ լցվում։ Դրա համար ուշադիր եղեք։ Եվ սա կարող է ծանոթություն է, ինչ-որ նմանատիպ ոչ մեկի հետ պետական աշխատողի հետ կամ հենց իրոք բժիշկն է ում հետ որ կարող եք հանդիպել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 20-ին։ Ճանապարհներին բավականին շատ կլինեք, նաև ձեր գործերն եք առաջ մղում, այն ինչ որ կանգնած էր մնացել, ես էլ պետք է անեմ, շաբաթ-կիրակի շատ եմ գործանում, քարտերով այս անգամ էր, որ չկարողացա անել, բայց այս շաբաթ-կիրակի ավելի ազատ եմ, քան մնացածը։ Այնպես որ ես էլ գործերը առաջ կմղեմ, ձեզ համար տեսանյութեր կանեմ, որպեսզի դուք նայեք, ամանորի շեմին նաև այդ գործերը անելու ընթացքում նայեք, լսեք, թեկուզ նաուշնիկներով, որ ոչ ոք չլսի, եթե չեք ուզում։ Նաև սա ճանապարհներ են, որ դուք կարող եք այդ օր ուղղակի ճանապարհներին շատ լինել։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիավլի կլինեք, նաև ոչ կամուրջ կարող է ստեղծվել ձեզ համար, որպեսզի ինչ-որ մի բան ավելի հեշտ անեք, ավելի արագ տեսնեք ինչ-որ մեկին, հաշտվեք, ինչ-որ մի բան ավելի հեշտանում է ձեզ մոտ, այդ անելու պահը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին դեկտեմբերի 20-ին։ Որովհետև գաղտնիք կարող է բացահայտվել այդ օրը ոմանց համար, նաև կարող է ուսմամբ զբաղվեք, սովորեք, վերջին օրերն են, ինչ-որ քննություն եք տալիս կամ սեմինար եք անցնում, կամ նմանատիպ ամեն մեկը ինչ-որ միտեղ է։ Կամ որոշում եք այդ օրը ինչ-որ բան նայել և սովորել, օրինակ։ Նաև գրքի էջը։ Գուցե սա ժամանակն է, ասում է, որ փոխեք ձեր կյանքի էջը, ինչ որ անում եք, ինչպես որ անում եք, ի վերջո փոխեք դա։ Նաև ժամանակ հատկացրեք, ուսմանը, ժամանակ հատկացրեք մեկ այլ բանին։ Այդ օրը նաև կարող է ուղղակի ժամանակի մեջ չտեղավորվեք, ինչ որ մի բանը պետք է արագ անեք, որ հասցնեք, տվյալ ինչ որ մի բան եք անում։ Եվ այդ օրը շատ կխոսեք, կշփվեք, գուցե տարբեր մարդկանց հետ, գուցե ինչ որ մեկի հետ, գուցե նոր ծանոթությունների հետ եք շատ շփվում։ Նաև դա բամբասանք է և լեզվակռիվ, այնպես որ նման հարցերում ուշադիր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 20-ին։ Կամուրջ է սա, հեշտանում է, ինչ-որ գործընթացներ, ոչ գործեր, գուցե գնալ հարսանիք, ամուսնության առաջարկ անել, նաև հաշտվել ընկերոջ հետ, գործընկերոջ հետ, նաև հաշտվել զուգընկերոջ հետ, ընտանիքի անդամների հետ, ինչ-որ բանը հեշտանում է։ Նաև այդ օրը ամուսնության առաջարկ կարող են ոմանք ստանան, դուք անեք, գործարք կնքեք, իմացին հետ աշխատեք կամ այդ օրը այնպիսի մի գործ եք անելու, որ մշտապես դա եք անում, այդ օրը կամ մեկ ամբողջ օր անընդհատ նույն գործն անեք։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ, տեսնենք ով է։ Ուսման հետ է կապված, կամ իրար հետ եք սովորել, կամ իր մասին ոչ գաղտնիք կիմանաք, կամ ինքը ոչ գաղտնիք ձեզ կբացահայտի ինչ-որ մեկի մասին։ Այսքանը։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին դեկտեմբերի 20-ին։ Տան հետ կապված ինչ-որ պահեր են, որ կարող եք անել, միգուցե տուն եք մաքրում, միգուցե առիթ է, միգուցե տան գործերն եք առաջ գցում ու բուրգա եք անում, ինչը որ շատ ճիշտ է, որովհետև պետք է 2026 թվական մտնել իդեալական մաքուր տնով, ոչինչ պետք է թափթփված չլինի այդ տանը, այնպես որ ամեն ինչը պետք է իդեալական իրանց տեղում լինի։ Նաև սա կարող է տեղափոխություն է, տեղափոխվում եք ի վերջո, կամ հյուր եք ընդունում, հեռվից են եկել, գալիս են այդտեղ նշելու։ Եվ այդ օր ընտրության առջև եք լինելու, ինչ-որ հարցերի հետ կապված։ Միգուցե շատ լուրջ ընտրություններ են, միգուցե նաև թեթև, ինչ-որ բաների, հագուստի, գույնի եւ այլն։ Եվ ինչպես որ արդեն ասացի, գործերը առաջ կմղեք, ոմանք ճանապարհ կգնան երկար, գուցե գնում եք, օտար երկիր եք գնում, նաև դա գործերը առաջ մղելն է, շատ ճանապարհ, այստեղ, այնտեղ, գնում եք արդեն ամանորի հետ կապված առևտուր անելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 20-ին։ Ճիշտ ուղու վրա եք, ինչ-որ անում եք, ինչ-որ ընտրում եք այդ օրը։ Ճիշտ ուղի է ձեզ համար, այնպես որ գնացեք այդ ուղղությամբ, ինչը որ այդ օրը կընտրեք, ինչ-որ կգերադասեք, ինչ եք ուզում անել, ինչպես եք ուզում վարվել, այդ ամբողջը նշանակում է, որ դուք ճիշտ ուղու վրա եք։ Փոփոխություններ են մտնելու ձեր կյանք բավականին մեծ։ Ոմանց մոտ հղիություն է, ծննդաբերություն է, ոմանց մոտ նաև տեղափոխություն մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, նաև երկար ճանապարհ կարող եք գնալ, գումար կարող են ձեզ փոխանցել, դուք ինչ-որ մեկին ինչ-որ մի բան փոխանցեք, թեկուզ նվեր դա կարող է լինել, ինչ-որ հագուստ կարող եք գնել ուղարկել։ Եվ ոգևորված եք լինելու գործեր առաջ մղելու համար, գործեր առաջ տանելու համար, հյուրեր կարող եք ընդունել, դուք գնաք հյուր, նորություններ կլսեք, բաներ կպատվիրեք, որոնք որ կբերեն ձեր տուն։ Նաև դե սան է, փաթեթը որ կարող եք ստանալ։ Այսքանը։ Կարևորը ոգևորված եք։ Դա ամենակարևորն է, որտեղ մարդը ոգևորված չեն լինում, դա համար է ոչինչ չեն անում, միշտ նստում են, մնում են նստած։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին դեկտեմբերի 20-ին։ Բանի կորուստ է, տեսնենք, ինչ է դա նշանակում։ Անվան, ամենաառաջինը, նա անվան հետ է կապված սա, այնպես որ ինչ-որ մի բան է այստեղ, ուշադիր եղեք, ձեր անվան հետ կապված։ Նաև հեռվում, եթե հեռու բարեկամ, նաև կարող է իր կորուստն է։ Նաև գիտեք, երբ որ ուզում եք գնաք միտեղ տոմս եք գնում կամ նմանատիպ մի բան է, այդ հարցերին ուշադիր եղեք, որպեսզի չթողնեք ինչ-որ միտեղ, կորցնեք։ Եթե պետք է օրինակ գնաք օտար երկիր, այդտեղ ճանապարհել նաև ունեք։ Ուշադիր եղեք նման բաներին, նման ինչ-որ թղթերին, շատ կարևոր կարող է թուղթ է, որը թռնում է, կորում է։ Նաև այդ օր ճանապարհ եք գնալու, որոշ գործեր առաջ կմղեք, առաջ կտանեք եւ ինչ էլ որ անեք, այստեղ ճիշտ ուղու վրա եք, ոնց որ այդ ուղղությամբ տարեք ձեր գործերը առաջ։
Նաև դե ճանապարհը, կարող է շատ ճանապարհներին լինեք այդ օրը եւ միևնույնն է, հայ ինչ անում եք այդ օրը ճիշտ եք անում, ճիշտ ուղի է ձեզ համար։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 20-ին։ Այս ուղին շատ են գնում, մարդիկ շատ են ճիշտ ուղու վրա միշտ։ Լավ է։ Ճիշտ ուղի եք ընտրել, այն ուղղությունը, որ դուք ուզում եք անել, ինչ ուզում եք անել այդ օրը, դա ձեզ համար ճիշտ ուղի է։ Ուզում եք բիզնես բացել, ուզում եք աշխատանքից ազատվել, ուզում եք գնաք, չգիտեմ, դիմեք, հա, ոնց որ դա կամ ինչ-որ գործ անեք, դա ճիշտ ուղի է ձեզ համար։ Նաև բավական ոգևորված կլինեք, ինչ-որ գործեր անելու համար, հյուրեր կարող եք ընդունել, դուք գնաք հյուր, ինչ-որ բաներ կպատվիրեք, բերեն։ Եվ 3-30-ի մարդիկ կան, տեսնենք ով են սրանք։ Չոր առիթ եք գնում եւ այնտեղ եք հանդիպում նմանատիպ մարդկանց։ Այն ձեզ ինչ-որ մի բան խոստանալ, այնպես որ մի հավատացեք այդպես աչքերը փակ տվյալ անձնավորությանը։ Գուցե նաեւ հասարակական գործիչ է կամ կարող ճանաչում են մարդիկ իրեն, բայց ամենայն դեպս ձեր հետ կապված ինչ-որ մի բան այստեղ այնպես չէ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 20-ին։ Այդ օրը ոմանց սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, ձեզ սիրված կզգաք, ինչ-որ բաներ տեղի կունենա, որ ձեզ դրանից լավ կզգաք։ Նաև դա շրջապատից, հա, շրջապատից այդ սերը կստանաք այդ օրը։ Ոչ է նամակ կստանաք, տեղեկատվություն, միգուցե ձեր սիրելին է, միգուցե նոր ինչ-որ մեկ հետ եք ծանոթանում եւ իր հետ եք այդպես, հա, սիրելի նամակագրության մեջ։ Նաև կարող եք փաստաթուղթ ստանալ, ոչ է տեղեկատվություն, որը հիանալի է եւ դուք դրա համար ուրախ եք։ Այստեղ տեսնում եք սեր, տղամարդ եւ նամակ։ Այստեղ հստակ ոմանց համար սա սիրային թեմա է, այդ օրը կամ կսիրարվեք կամ կարող համարներով փոխանակվեք, որ զանգահարեն ձեզ, այդպես։ Տեսնենք ով է լավ մնացածի համար այս տղամարդը։ Ինչ որ միևնույնն է, կամ նոր ծանոթություն է, կամ ձեր զույգին է ցույց տալիս, կամ դուք եք երկուսով։ Դե, որ եթե իրար հետ վիճել էիք, ոնց որ ուշ կգտնեք հաշտվելու համար, թեման սկսելու համար, այդ հաշտության ձեռը մեկնելու համար։ Գուցե նաև ծանոթանում եք, այդպես ուժային կարող է կառույցի աշխատող է, եւ դա կարող է լինել ձեր ընտրած աղջկա հայրը, նաև հա տղաների համար։ Այդպես։ Կամ ձեր ընկերուհին կարող է ծանոթացնել իր երկրորդ կեսի հետ օրինակ։ Այսքանը ձեզ համար, կամ ձեր տղան, ձեր աղջիկը, այդպես։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին դեկտեմբերի 20-ին։ Ոցեր կան ձեր շրջապատում, ինչպես միշտ նախանց մարդիկ, չար մարդիկ, չար վերաբերմունք, տեսնենք ով է, միգուցե իմաստություն է սա։ Միգուցե իմաստուն կերպով գումարները ծախսելու համար, միգուցե գումարի համար եք իրար հետ վիճում, ինչ-որ մեկի հետ, ինքնապարկ, դուք եք իրան պարկ, այդպես այդ թեման է շոշափվում։ Բավականին էմոցիոնալ կլինեք նաև այդ օրը, ոմանք այստեղ նաև գայթակղիչ եւ կրկոտ սեր է համարվում, սա նաև ոչ լուսնի ներքո, որովհետեւ այդ օրը լուսին չկա, արդեն իսկ չի երևում լուսինը մեզանից շատ է հեռու լինելու, նորալուսնի տեսանյութի մասին մեջ կասեմ, դրա համար եթե ինքը թեկուս ինչ-որ չնչին է լինի, էլի դժվարությամբ է տեսնեք, գուցե լավ մութ է, հավես է եւ այդպես, սա նաև գայթակղություն է։
Ոմանց համար սա հանդիպում մայրիկի հետ, շփում մայրիկի հետ, հիշում եք ձեր մայրիկին նաև։ Եվ իհարկե սա ինչ-որ բաներ են, որ ձեր մոտ մութ է մնում, ինչ-որ բաներ անհասկանալի են։ Այստեղ նաև կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ։ Ոնց որ չհասկանաք, հա, այստեղ նայեք շատ ուշադիր է պետք լինել։ Օծի հետ, գումարն էլ այստեղ կա, քանի խառնեցի։ Նայեք, օծի հետ գումարն ենք էլ, այստեղ դա համար կարող ասում եմ մի քիչ իմաստուն եղեք եւ գումարի համար մի վիճակ, որտեղ այստեղ բավականին էմոցիոնալ կլինեք, ինչ-որ մի բան ձեզ համար թաքուն է, ինչ-որ մի բանը անհասկանալի, դա էլ կարող բխել նրան, որ դուք այստեղ ինչ-որ մեկի հետ վիճեք եւ վերջ տակ հարաբերություններին կամ ինչ-որ մի բանին այստեղ կտրեք գցեք։ Դա համար երկար է պետք է այստեղ մտածել։ Դա համար հենց իմաստությունը դրանից է։ Դրա համար էր։ Այսքանը ձեզ համար հստակ ունեք զգուշացում։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Եվ իհարկե այստեղ կարող եք տուն մաքրել, տան գործեր անել եւ այդպես ձեզ կտրտել։ Դա համար դա եւս ուշադիր եղեք։ Այսքանը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 20-ին։ Տան հետ կապված ոչ իրադարձություններ են, հնարավոր է առիթ է, նաև կարող տեղափոխվում եք, միգուցե տունն եք տեղափոխում, իրերը ներսի, նաև տան իրեր եք գնում, ուբուրկա եք անում, պատրաստում եք ամանորի, միգուցե տոնածառն եք տեղադրում, միգուցե նաև առիթ է ուղղակի, բնականամուտ եք նշում, ճանապարհ եք գնալու այդ օրը, կամ ձեր գործերը առաջ կմղեք, միգուցե տան հետ եք կապված, միգուցե իրոքի ճիշլիկ հյուֆտա է, նման բաներ անում եք, դնում եք մառազիլկեն, գնում է, մնում է այնտեղ մինչև եսիմ հավիտյան, կարող է այդ գործերը առաջ եք մղում, ոնց որ դրանից ազատվեք, հա, այդ երկար բարակ գործերից։ Նաև այդ օրը ինչ ուղի որ ընտրեք, ճիշտ է ձեզ համար, կարող եք անել, կարող եք գնալ այդ ուղով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 20-ին։ Շատ աշխատանք, որ ասում է բոլորը հանգստանում են, դուք աշխատում եք։ Նաև սա կարող է լինել հարսանիք, ռեստորանն է կարող է ցույց տալիս, ինչ-որ վայր է, որտեղ որ կամ հրավիրատոմսով եք մտնում, կամ հստակ գիտեք, որ այնտեղ ձեր հարազատներն են եւ հրավիրված եք հենց այդ ռեստորան։ Սա նաև կարող է գնում եք, օրինակ, որպես կինո, թատրոն, նաև պետական հիմնարկություն է սա նշանակում, որտեղ որ բաց է կարող եք նաև գնալ, այցելել, հիվանդանոց եւ այլն։ Եվ հենց այստեղ ամուսնություն է սա նաև։ Մի քիչ խորամանկ կամ դուք կլինեք, կամ ձեր հանդեպ սա կլինի, կամ նաև խաբեությունը։ Պետական հիմնարկության հետ կապված հատկապես եթե գործարք եք կնքել, ուզում եի ասեի դուրս եկավ, հենց այնպես չի։ Եթե գործարք եք կնքելու, եթե որևիցե հարցեր են, ապա լավ ուսումնասիրեք ամեն ինչ, մանրուքներին ուշադրություն դարձրեք, ես ուղղակի ուզում եի ասեի, մի հավատացեք տվյալ անձնավորությանը, եւ սա եւս նույն բանն է ինքը էլի ասում, ուղղակի պետք է լավ մանրուքներին ուշադրություն դարձնել, որտեղ կարող է խաբեություն լինել։ Եթե ձեզ ոնց որ ցիկլային գործը խոսք կտան կամ խորհուրդ կտան կամ ինչ-որ մի բան է, այստեղ դրա համար շատ ուշադիր եղեք։ Ոմանց այդ օրը կարող են ամուսնության առաջարկ անել, սիրո խոստովանություն եւս պետք է ուշադրություն դարձնել հատկապես այն մարդկանց, ովքեր որ աշխատանքի հետ է կապված կամ գուցե դուք եք պետական աշխատող եւ ինչ-որ բան կարող է, ոնց որ ինչ-որ բանի հիմք կա, որ ուզում են ձեզ հետ ամուսնանան կամ շփվեն։ Դրա համար պետք է այդ ամեն ինչին ուշադրություն դարձնել։ Դե իհարկե արդեն ասացի ամուսնություն, հարսանիք, այնտեղ եւս կարող է մեկը կա, ամեն մի մանրուքներին դրած ոնց որ զննում է ձեզ եւ սկսում է բամբասել, այդպես։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։